Խոսքը, որ ուզում եմ բաժնեկցել, աղոթքի մասին է, բայց ավելի մեզ մի քիչ աղոթքի մեջ, ընթացքի մեջ դնելու մասին է, ավելի ապահով աղոթելու մասին է։ Ես չեմ մտածում, որ մենք սխալ աղոթքներ անում ենք, երբեմն լինում է ու Աստված այդ ամեն ինչը հասկանում է, բայց բաներ կա, որ մենք պիտի հասկանանք, որ մենք տեղեր կա, որ պետք է աղոթենք ու իմանանք ինչ ենք աղոթում և ինչպես ենք աղոթում, որովհետև այն, որ մենք մեր անձնական աղոթքներն անում ենք, օրհնյալ լինի Տերը, որ այդ շնորհքը մեզ տվել է, որովհետև աղոթքը, ես այսպես եմ մտածում, Աստծուց մեզ տրված ամենամեծ շնորհքն է, որ մարդը կարող է Աստծո հետ հաղորդակցվել։ Մենք գիրքը, որ կարդում ենք, հասկանում ենք, որ Աստված մեզ բան է ասում, բայց Աստծո հետ հաղորդակցվելու միակ լեզուն դա աղոթքն է, որ մարդը կարողանում է Աստծո հետ հաղորդակցվել, որովհետև աղոթքը մենախոսություն չէ, սա երկխոսություն է, որ դու աղոթում ես, խոսում ես և Տերն էլ քեզ պատասխանում է։ Եվ շնորհակալ ենք Աստծուն, որ ինքը միշտ մեզ պատասխանում է։ Հետաքրքիր է, որ երբ որ Հիսուսին հարցրեցին աշակերտներն, ասեցին մեզ աղոթել սովորեցրու, ասեց այսպես կաղոթեք, երբ որ աղոթեք, Հայր մեր, որ երկնքում ես։ Հասկանալի էր, որ աշակերտները նոր էին և այդ աղոթքը ճիշտ աղոթք է և պետք է շարունակաբար աղոթել։ Երբ որ Հայր մեր աղոթքը աղոթում ենք, այնտեղ մեր մասին ահագին բաներ կա։ Մեզ մեր ամեն օրվա հացով մեզ կերակրի, մեզների ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին, չէ, այսպիսի բաներ կա։ Թող գա քո թագավորությունը, սա ճիշտ է, սա լավ է, բայց հետո աշակերտները ուրիշ պատվեր տվեցին մի քիչ ավելի խորը աղոթելու համար։ Հիմա ես որտեղ որ ասեմ, բոլորիս համար պարզ է, հայտնի տեղ է, Եփեսացիս 6-րդ գլուխ։ Կարդալու եմ 10-րդ համարից։ Այստեղ որոշ համար բաներ կա, որ ուզում եմ նայեմ, որի մասին մտածել եմ, աղոթել եմ և շատ կարևոր է մեզ համար այս ամենը։ Տեսեք ինչ ասում 10-րդ խոսքից, ասում է, այլ եղբայրներ, զորացեք Տիրոջմով ու նրա զորության կարողությունով։ Երբ է ասում այս խոսքերը, վերևում հարաբերությունների մասին է խոսում է երեխա ծնող փոխհարաբերության մասին, ծառա և տիրոջ կամ տնօրեն և աշխատող փոխհարաբերության մասին, հետո գալիս է այստեղ ասում է, սրանից հետո եղբայրներ զորացեք Տիրոջմով ու նրա զորության կարողությունով, ձեր վրա հագեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարող լինեք սատանայի հնարքներին դեմ դնել։ Մեզ վրա հագնենք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանանք սատանայի հնարքներին դեմ դնել։ Ես սա որ կարդում եմ, հասկանում եմ, որ սատանեն հնարքներ է մտածում։ Ու դա մեր ապաշխարելու սկզբից չի լինում ու վերջ։ Դա ամեն օր սատանան հնարքներ է մտածում, ինչպես մեզ վիրավորի, նեղացնի, ցավացնի, խնդիրներ առաջացնի, պրոբլեմներ առաջացնի, սատանան ամեն օր հնարքներ է մտածում, ինչպես հարաբերությունները փչացնի, և որ սա ես ասում եմ, ես ուզում եմ, որ մենք մտածենք, արդյոք մենք հարաբերությունների խնդիր ունենք, և կարծում եմ, որ ոմանք կունենան, ոմանքս այստեղ այնպես չի, որ ամեն մեկի հետ նորմալ փոխհարաբերություն ունենք, բայց հարաբերության կարիք ունենք մենք, որ պետք է վերանայենք։ Վերանայել արդյոք մեր սրտում դառը արմատ կա, թե չկա։ Ինչպես ենք մենք մարդկանց հետ փոխհարաբերություն ունենում։ Որովհետև այս ամենը ինչ որ ասում եմ, սա սատանայի հնարքներն են։ Լավ, երբ որ այս ամենը սատանեն մտածում է, մեզ պաշտպանվելու տարբերակ ունենք, թե ոչ։ Այո, իհարկե ունենք։ Եվ այստեղ որ ասեմ շարունակության մեջ ինչ է գրված, բոլորս շատ լավ գիտենք։ Ճշմարտության գոտին, չէ՞, ավետարանչության կոշիկներ, փրկության հույսի սաղավարտ, արդարության զրահ,
Ծանոթ բաներ են, չէ՞։ Ու մենք գիտես հետաքրքիրը որն է, որ տարիներ շարունակ մենք սա աղոթել ենք ու մենք հռչակել ենք, որ ես իմ վրա հագնում եմ փրկության հույսի սաղավարտը, արդարության զրահը, ճշմարտության գոտին կապում եմ, ավետարանչության կոշիկները հագնում եմ ու ես պատերազմում եմ ու մենք մտածում ենք, որ սա աղոթեցինք, մենք պաշտպանված ենք։ Ներողություն, որ ես այսպես եմ մտածում, բայց թույլ տվեք ասեմ, որ սա մի քիչ ավելի ինձ համար հեքիաթի նման է թվում։ Սա խոսելով չի լինում։ Մենք չենք խոսում ու դա գալիս է, սա հեքիաթային բան չէ, կախարդական փայտիկ չէ, որ ես սա խոսեցիմ ու всё փրկության հույսի սաղավարտն եկավ ին վրա, եթե ես չեմ հավատում։ Ինչի մասին է խոսքը։ Մենակ ասելով չէ, այլ այն ինչ որ մենք աղոթում ենք, պետք է մեր աղոթքին էլ հավատանք։ Այստեղ ասում է, որ ձեր վրա հագեք Աստծո սպառազինությունը, որպեսզի սատանայի հնարքներին կարող եք դեմ մնալ, 12 խոսքն ասում է, որովհետև մեր պատերազմը արյան ու մարմնի հետ չէ, հապա իշխանությունների ու պետությունների հետ, եւ այս խավար աշխարհի իշխանների հետ, երկնավորների մեջ եղող չար ոգիների հետ։ Գիտեք, երբ որ պատերազմը տեսանելի է լինում, հեշտ է լինում պատերազմել։ Դու գիտես թշնամուն, դու տեսնում ես թշնամուն, դու տեսնում ես նրա զինտեխնիկան, դու տեսնում ես այն ամենը, ինչով որ ինքը կարող է քեզ հարվածել։ Բայց երբ որ մեր պատերազմը մարմնի եւ արյան հետ չէ, այստեղ մեր գործը մի քիչ դժվարանում է։ Ինչպես անել։ Որտեղ է իմ պաշտպանությունը, որտեղ է իմ ապահովությունը Տիրոջ մեջ։ Ես ուզում եմ իմանալ։ Որովհետև ես միշտ աղոթում եմ, ես շատ բաների համար աղոթում եմ։ Ես աղոթում եմ գյուղերի համար, աղոթում եմ մարդկանց համար, աղոթում եմ քաղաքի համար, աղոթում եմ ինձ համար, իմ ընտանիքի համար, իմ սերունդների համար, ես միշտ աղոթում եմ, բայց ինձ պետք է, որ ես ապահով լինեմ։ Որովհետև Աստվածաշունչը ինձ հուշում է, որ սատանեն հնարքներ ունի։ Շատ մեր ընտանիքներում խնդիրներ, որ լինում են ու դրանք չեն լուծվում, պատճառը սատանայի հնարքներն է ու որոշ առումով մեր չիմացությունը։ Որտեղ է իմ պաշտպանությունը։ 13-րդ խոսքում ասում է. Սրա համար ձեր վրա առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարող լինեք չարության օրը դեմ դնել։ Սա կարծես թե նույն բանն է ասում, բայց չի ասում, որպեսզի սատանայի հնարքներին դեմ դնեք, այլ ասում է չարության օրը կարողանաք դեմ դնել։ Երկու անգամ ասում է, որ Աստծո սպառազինությունը մեր վրա հագնել է պետք։ Մի տեղ ասում է, որ սատանեն հնարքներ ունի, մյուս տեղն ասում է, որ չարության օր գա։ Ու այնպես չի, որ չի գալու ժողովուրդ։ Ինչքան էլ ուզում ենք մենք ասենք, որ սրանք չեն գալու, որովհետև մենք դավանել ենք կամ հռչակել ենք, միևնույն է դրանք լինում են, որովհետև մենք այս մարմնի մեջ ենք, այս աշխարհի մեջ ենք եւ ամեն բանի հանդիպում ենք եւ պատահում է մեզ։ Բայց շնորհակալություն ամենակարող Աստծուն, փառք Տիրոջը, որ մեզ պաշտպանություն է տվել։ Սրա մեջ է մեր եւ դրսում եղողների տարբերությունը, որ ինչ էլ ուզում է լինել, սատանն էլ ինչքան էլ հնարքներ ուզում է մտածել, միևնույն է, մենք պաշտպանություն ունենք։ Եվ այս սպառազինությունը, որ մենք ունենում ենք, չարության օրվա մեջ էլ կարողանում ենք դեմ գնալ սատանային։ 14 խոսքից արդեն մեր պաշտպանության մասին է խոսում եւ ուզում եմ 14-րդ խոսքը նայենք։ Ու ամեն բան 13 խոսքը կարդամ, որ սա լրացնում է։ Սրա համար ձեր վրա առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարող լինեք չարության օր դեմ դնել, եւ 14 խոսքն ասում է ու ամեն բան լրացրեք, հաստատուն կանգնեք, ուստի ձեր տեղը
կանգնեցեք հաստատուն։ Տեսեք ինչ ասում է ամեն բան թող հաստատ մնա եւ մեջքերնիդ ճշմարտությամբ ամրացրեք։ Հիմա այստեղ ուզում եմ հարց տամ։ Երբ որ ես ասում եմ ճշմարտության գոտին իմ մեջքին կապում եմ, այնպես չի որ դա իմ պաշտպանությունը ապահովեց։ Եթե ես ճշմարտությունը չեմ սիրում, բայց դա դավանում եմ, միևնույն է, ես անպաշտպան եմ։ Եթե ես չեմ սիրում ճշմարտությունը խոսել, եւ դա ճշմարտությունը Քրիստոսն է, եւ եթե ես չեմ ուզում ճշմարտությունը խոսել իմ տան անդամներին, ճշմարտությամբ ապրել, որ իմ տան անդամները տեսնեն որն է իրական ճշմարտությունը, եթե ես չեմ սիրում ճշմարտությունը, ես ինչքան էլ հռչակեմ, որ ճշմարտության գոտին իմ մեջքին կապած է եւ ես դուրս եմ գալի պատերազմի, քեզ ասում եմ պատերազմում տանուլ կտաս։ Վտանգ կա։ Մենք պետք է նախ սիրենք ճշմարտությունը, որը Հիսուս Քրիստոսն է, եւ սիրենք ճշմարտությունը պահել եւ ճշմարտությունը խոսել։ Վստահեցնում եմ քեզ, պետք չէ որ քեզ դու դավանես, որ ես իմ ճշմարտության գոտին կապում եմ։ Տերը գիտի եւ երկինքը տեղյակ է, որ դու ճշմարտությունը սիրում ես եւ դու անվտանգ ես ճշմարտության առումով խոցելուց։ Բայց եթե մենք ճշմարտությունը չենք սիրում, ինչ կապ ունի ինչ ենք մենք դավանում ու ինչ ենք մենք հռչակում։ Սիրիր Քրիստոսին, պահիր նրա խոսքը, նրա պատվիրանները, ապահով կլինես։ Երկրորդ բանը, որ ասում է արդարության զրահը հագնելով։ Հիմա ես որ խոսեմ ու հռչակեմ, որ ես արդարության զրահը իմ վրա հագած եմ ու սկսում եմ աղոթել, Տիրոջը խնդրել իմ ընտանիքի ապաշխարության համար, իմ խնդիրների, իմ կարիքների համար, ախր Տերը տեսնում է իմ սրտի ցավը, իմ գիշերվա արցունքները, Տերը տեղյակ է, ու ես խնդրում եմ, սիրելի եղբայրս, քույրս, եթե մենք արդարություն չենք սիրում ու չենք անում, ինչքան ուզում ես դավանի դա, զրահի առումով խոցելի ես։ Զրահը հասկանալի է, չէ՞ որ մեր ամբողջ այս դեմի մասն է պահում։ Հայերեն ասած բրոնի ժիլետն է, էլի։ Եթե մենք արդարությունը պահողներ չենք, եթե մեր կյանքում Աստծո խոսքը երկանկի ստանդարտներ է գործում, դու միևնույն է խոցելի ես լինելու, որովհետև միտեղ կա, որ դու արդարությունը չարեցիր եւ չխոսեցիր, եւ դու չսիրեցիր արդարությունը, հենց այդտեղ Սատանան գիտի, հենց այդտեղ խոցելի տեղ ունենք մենք։ Բալավ, ես հիմա ինչ անեմ։ Բա ինչպես հագնեմ սպառազինությունը։ Ես քեզ ասում եմ լավագույն ձևը, սիրիր ճշմարտությունը, սիրի արդարությունը, խոսիր ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսն է, պահիր նրա արդարությունը, որ կատարյալ է բոլոր արդարություններից, երկրագնդի վրա արդարություն, գոյություն չունի եւ չի էլ կարող լինել։ Ես երբեմն զարմանում եմ, որ մենք հաճախ մտածում ենք, որ այս ինչ անարդար է այս երկիրը։ Երբ որ հատկապես բախվում ես օրենքներին, ամենաժողովրդավարական երկիրը, որ այսօր համարվում է Ամերիկան, որը գոնե իր սահմանադրությունը աստվածաշնչյան հիմքեր ունեն, գոնե մենք գիտենք, որ ինչքան անարդարություն կա։ Մեր արդարությունը Տերից է, եւ մեր արդարություն պահողն էլ նա է։ Ոչ թե ես եմ ամեն բան անելու, որ իմ արդարությունը Երևան գա, այլ նա է իմ արդարությունը Երևան հանելու, որովհետև տեսնում է, որ ես սիրում եմ արդարությամբ ապրել։ Եվ ես քեզ վստահեցնում եմ, Սատանան այդ առումով խոցելի տեղ չի ունենալու մեր կյանքում։ Եթե ես ճշմարտության գոտին ունեմ եւ արդարության զրահը ունեմ, ինձ մնացած բաներն էլ են պետք, որ ես ապահով լինեմ։
15 խոսքում ասում է ու ոտքերիդ հագնելով խաղաղության ավետարանի պատրաստությունը։ Երեք, երբ որ ես սա կարդում եմ, մենք հաճախ մտածում ենք, ասում ենք, որ ավետարանը փրկում է եւ սա բացարձակ ճշմարտություն է եւ այսպես է, այո, ավետարանը փրկում է, բայց նաեւ ավետարանը խաղաղություն է բերում։ Հիմա ես ուզում եմ ասեմ, ես որ մի հատ դժվար իրավիճակում հայտնվում եմ ու սկսում եմ ես աղոթել Տիրոջը, որ այս նեղությունները կամ սատանայի բերած այդ հարձակումները իմ կյանքից հեռանան, ու ես այս պարազինությունը հագնելով հասնում եմ այնտեղ, որ ես ասում եմ ավետարանի կոշիկները իմ ոտքերին լինի, բայց ես իմ 10 տարվա հավատքի մեջ մեկ մարդու ավետարան քարոզած չկամ ու եկեղեցի բերած չկամ, ինչի մասին ենք խոսում։ Եթե ես ուզում եմ ապահով լինել ավետարանի գործի մեջ, ես ավետարանչությամբ պետք է զբաղվեմ։ Ես Աստծո խոսքը պիտի խոսեմ։ Բա ում խոսեմ, Աստվածաշունչը մեզ հուշում է, ում պատահի։ Ում որ Աստված քեզ հանդիպացրել է։ Խոսիր, չեն լսում, բայց ով է ասել, որ պիտի լսեն։ Ով է ասել, որ բոլորը պիտի լսեն ու ընդունեն, բայց ասում է բոլորին պետք է ավետարան քարոզվի։ Հələ մի պահ մեզ նայենք, ժողովուրդ։ Երբ որ մենք միջև Տիրոջը հանդիպելը, միջև եկեղեցի հաճախելը, մեր կյանքում անխաղաղություն կար։ Մեր տանը անխաղաղություն կար։ Ինչը մեր տան մեջ խաղաղություն բերեց, եթե ոչ ավետարանը։ Բա ոնց եղավ, որովհետև ինչ որ մեկը եւ օրհնյալ լինի այն մեկերը, որ մեզ ավետարանի խոսքը հասցրեցին։ Եթե մենք մեր կյանքի մեջ, մեր ընտանիքների մեջ խաղաղություն չունենք, ավետարանը ծածկված տեղից հանի դուրս։ Սկսի ավետարանի խոսքով ապրել։ Խաղաղությունը կգա։ Տանը պետք է, ինչպես մեր մեծերն էին ասում, մեկը զանգակ լինի, մյուսն էլ բամբակ լինի։ Լավ չէ, որ երկուսն էլ զանգակ են։ Աղմուկը, հարևանները, վերև, ներքև, եթե կվարձիրայում ենք ապրում։ Լավ էլ չէ, որ երկուսը բամբակ են։ Հետ տունը կփլի։ Թող մեկը զանգակ լինի, մյուսը բամբակ, բայց ես ուզում եմ ասեմ, որ ավետարանի խոսքը մեր տան խաղաղությունն է, մեր կյանքի խաղաղությունն է։ Ես ուզում եմ ապահով լինել, ես քեզ վստահեցնում եմ, որ ավետարանի ճանապարհի մեջ դու ապահով ես, ավետարանի խոսքը խոսելու մեջ դու ապահով ես, եւ ոչ թե միայն դու, այլ ամենակարող Աստված պահում է քո տունն էլ, քո տեղն էլ, որովհետեւ դու իր գործն ես անում։ Մենք ուզում ենք, որ ամեն բան մեր համար լավ լինի, մենք ուզում ենք, որ աղոթքների մեջ, հատկապես նեղությունների մեջ, որ աղոթում ենք, որ սատանան, Աստված խափանի սատանայի ամեն ծրագրերը, գործերն ու նպատակները, բայց մենք չենք մտածում, որ մենք ապահովության կարիք ունենք։ Սա սպառազինության մի մաս է, որը մենք շատ քիչ ենք ուշադրություն դարձնում, մենք մտածում ենք ավետարանելը, որ մարդկանց գնում ենք ավետարան ենք քարոզում, սա ապահովություն չէ, սա ապահովություն է, ու լավ ապահովություն է։ Նեղություններ կան այդ ճանապարհի մեջ, այո, որովհետև ճանապարհ գնալուց միշտ էլ նեղություններ կան, հոգնում ես, անցանկալի բաներին ես հանդիպում, բայց օրհնություն էլ կա։ Երբ որ դու տեսնում ես, որ մարդիկ ապաշխարել են, եկել են ու նրանց աչքերը փայլում է, ու ասում են շնորհակալ եմ, որ ինձ ավետարանի լուրը ասեցիր։ Այդ ժամանակ, եթե դու ունեցել ես այդպիսի ապրում, հələ ուշադրություն դարձրել ես գիշերը ինչ հանգիստ ես քնում։
կարծես եթե այս պահին Տերը գա, ես Տիրոջ գայի առջև կանգնողն եմ, որովհետև ինչ որ մեկի աչքերի մեջ փայլ տեսար։ Եվ տեսեք 16-րդ խոսքն ասում է այս ամեն բաների վրա հավատքի վահանը առեք, որով կարող պիտի լինեք չարի ամեն կրակոտ նետերը մարելու։ Վերևում ասում է, որ հնարքներ կան, սատանեն հնարքներ է մտածում, հետո ասում է, այդ հնարքները մտածելուց հետո չար օրեր է ուզում գա մեր կյանքի մեջ կամ բերել մեր կյանքի մեջ, և սրանից հետո ասում է ռազմավարությունը ինքը կրակոտ նետեր է ուղարկում, հավատքի վահան։ Սիրելի եղբայրներ, քույրեր, մեր հավատքը ամեն օր աճելու կարիք ունի, որովհետև մենք ամեն օր մեր կյանքում մի նոր բանի ենք բախվում։ Հիմա օրինակ, որ գնում ես ինչ որտեղ ծառայության, մեկ էլ քեզ ինչ որ մի հիվանդ են բերում, պայմանական ասենք, որ այդ մարդը ենթադրենք չարորակ ռակ էր, դու աղոթեցիր ու այդ մարդը բժշկվեց, դա չի նշանակում, որ քեզ համար հաջորդ անգամները պատահածները խաղոպար են լինելու։ Դրանից հետո մեկը գալիս է ասում է, ես տարիներ շարունակ գլխացավ ունեմ, աղոթում ես ու չի բժշկվում։ Հիասթափությունը։ Սատանան մի հատ կրակոտ նետ է բերում, քեզ ուշադրություն չդարձրեցին, քեզ չժպտացին, ախր մենք այնքան մտերիմ ենք եղել, կողքովս անցավ, բարև չտվեց, մենք չգիտենք դրանից առաջ ինքը ինչերով է անցել, բայց մենք ուզում ենք, որ մեզ ուշադրություն դարձնեն, և սատանան այդ պահին մի հատ նետ է ուղարկում, բայց մենք ինչպես ենք այս ամենի դեմ կանգնում, եթե ես հավատքի մարդ եմ, ինձ համար ամենակարևոր ուշադրությունը երկինքն է։ Սերտողության ժամանակ Արտավազ աղբերը քանի անգամ ասեց, որ մենք վերին բաների մասին պիտի մտածենք, ունդեղի մասին բաներ պիտի փնտրենք։ Ժորժ, ես խոսում եմ մեր մասին, ես խոսում եմ իմ մասին, ես խոսում եմ քո մասին, սա մեր իրականությունն է, մենք ապրում ենք վերջին օրերում, իսկ վերջին ժամանակներում պատերազմը ավելի թեժ է լինելու, ավելի ուժեղ է լինելու, դրա պատճառով է ասում, որ վերջին ժամանակներում շատերի սերը կսառի, դրա պատճառով է ասում, որ իրար կմատնեն, ինչի պատճառով, որովհետև սատանեն հաջողվել է, մենք տարիներ շարունակ մենակ խոսել ենք ու այդ սպառազինությունը մեր վրա հագել ենք, բայց նման բաները մեր կյանքում չկան, սպառազինությունը մեզ պահող չի օդի մեջ խոսալով։ Եթե ես ճշմարտություն սիրող չեմ, արդարություն սիրող չեմ, եթե իմ հավատքի համար ես չեմ աղոթում, որ ամեն օր աճի, որովհետև հիշում եք աշակերտները մի հատ ներման հարցին բախվեցին եւ երբ որ Տերը ասեց ինչպես են լինում, որ ներման հարցը լուծվում է, նրանք ասեցին Տեր ավելացրու մեր հավատքը։ Հավատքն է, որ կարողանում է կրակոտ նետերին ուշադրություն չդարձնել։ 17-րդ խոսքն ասում է. «Եվ փրկության և հույսի սաղավարտ առեք», ռուսերենում հույսի բառն էլ կա, այստեղ չգիտեմ, մեր մոտ հույսի բառը չկա, չէ՞։ Եվ փրկության սաղավարտը, ռուսերենում ասում է «Եվ փրկության և հույսի սաղավարտ առեք», սաղավարտ այդ մեր գլխի վրա դնելու բաներն են, էլի, որ սենց ծածկում ենք, կասկա, կասկա, ժողովուրդ, ես քեզ վստահեցնում եմ, որ Աստծո այդ սաղավարտը երկրի որևիցե զարգացած պետություն այդպիսի ապահով սաղավարտ չի կարողացել և չի էլ կարողանա ապահովել։ Եթե դու կասկածում ես քո փրկության վրա, դու արդեն խոցելի տեղ ունես։
Եթե քո հույսը մարել է երկնքի նկատմամբ, որովհետև տարիներ շարունակ աղոթել եմ, նեղությունների մեջ եղել եմ, հիվանդությունների մեջ եմ, ես իրան տարիներ շարունակ ծառայել եմ, աղոթում եմ, աղաչում եմ, ծոմ եմ պահում, բայց ոչ մի պատասխան չկա, կարծես թե ես արդեն հուսահատ եմ լինում, ես քեզ ուզում եմ ասեմ, դրանք բոլորը սատանայի կրակոտ նետերն են։ Չկա մի բան, որով մենք անցնում ենք եւ ամենակարող Աստված տեղյակ չլինի, այդպիսի բան չի լինում։ Ամեն ինչից, մեր ուրախությունից եւ մեր տխրությունից, մեր նեղությունից ու տառապանքից, ամեն բանից, մեր հաղթանակները, որ մենք տոնում ենք, ամեն բանից նա տեղյակ է։ Մենք մի հատ այսպիսի խոսք ունենք, ասում ենք հույսը վերջում է մեռնում։ Թող մեր հույսը չմեռնի, մինչև այն օրը, որ Տերը մեզ իր մոտ կկանչի, օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը։ Ինչով էլ ուզում ես անցի, միևնույն է, քո հույսը ամենակարող Աստծուց չկտրես։ Նա գալու է հարմար ժամանակին, նա պատասխանելու է իր ուզած ժամանակին, որ մեզ ամենակարևոր ժամանակն էր։ Եվ այդ ամեն ինչը մեր մտքում է տեղի ունենում, դրա համար է Աստված ասում, որ մտքի նորոգությունով նորոգվեցեք։ Աշխարհի մտածելակերպով Աստծո տան մեջ չես կարող հարմարվել։ Չես կարող աշխարհային մտածելակերպը բերել ու Աստվածաշնչի հետ հարմարեցնել, չի ստացվում։ Դրանք իրար հետ որևիցե աղերս չունեն, եզրեր չունեն։ Մեր Տերը իր հարեհաս ձեռքը ամեն ժամանակ հասնում է իրեն կանչողներին։ Հույսդ չկտրես, դու փրկված ես Հիսուս Քրիստոսի անունով։ Հոգու սուրը, որ Աստծո խոսքն է, այս սա ինձ համար շատ կարևոր բան է։ Հետաքրքիր է, որ մենք Աստծո խոսքով չենք ապրում, բայց եթե իրավիճակներ են գալիս, արագ սուրը ծածանում ենք։ Սա մեզ էլ է վնասելու։ Աստծո խոսքով չենք ապրում։ Չէ, ապրում ենք։ Օրինակ, որ ասում է աղոթիր, քո թշնամիների համար օրհնիր քեզ անըծողներին, ների՛ր, սիրիր։ Աստծո խոսքից եմ, չէ ասում, ժողովուրդ։ Եթե մենք սրա մեջ խնդիր ունենք, եթե դու աղոթքի ժամանակ կանգնել ես ու ասում ես ես հոգու սուրը վերցնում եմ սատանայի դեմ, ախր ինքը գիտի ինչքան խոցվող տեղեր ունենք։ Պահիր Աստծո խոսքը եւ այն խոսքը, որ ամենակարող Աստված ասել է։ Եվ հիմա Ղուկաս ավետարան առաջի գլխի 45 խոսքից եմ ուզում կարդամ, տեսեք ինչ է ասում։ Ղուկաս ավետարան առաջի գլուխ 45 խոսք։ Երանի նրան, որ հավատացել է, որովհետև պիտի կատարվի այն բաները, որոնք Տիրոջից ասվեց իրեն։ Ես խնդրում եմ ուշադիր լինենք։ Ժողովուրդ, այն ինչ որ Աստվածաշնչում ես կարդում եմ ու իմ դուրը գալիս է, այդ չի նշանակում, որ Տերը ինձ ասեց։ Աստված բաներ կա, որ մեզ հստակ ասում է։ Եթե քեզ չի ասել։ Աստծո խոսքում գրված է, որ գնացեք հիվանդների վրա ձեռ դրեք ու նրանք պիտի բժշկվեն։ Վեր ես կենում, գնում ես, աղոթում ես, նրանք չեն բժշկվում, գալիս ես տուն, տենում ես քո տան անդամն է հիվանդացել։ Բայց ո՞նց եղավ։ Այդ Տերը քեզ բաներ ասել։ Ո՞նց, ես դավանում եմ, ես գիտես քանի տարի եմ այդպես ապրել, չի գործում։ Աստվածաշունչը մեզ հստակ ասում է։ Այդ սուրը ինչքան ուզում ենք մենք վերցնենք ու ծածանենք, Աստծո խոսքը ինչքան ուզում ես դու դավանիր, եթե դա քո կյանքը չէ, եթե բանը մարմին չի դարել քո մեջ, չի բնակվում, դրանք չեն գործելու մեր կյանքում։ Այստեղ է մեր խնդիրը, որ մենք շատ անգամ հիասթափություններ ենք ունենում, ու եթե հանկարծ մարդն էլ չի ստացվում մարդու մոտ ինչ որ բան, ասում ենք դե հավատքը չհերիքեց։ Լավ, նրա հավատքը չհերիքեց, բա իմ տանը խի էսպիսի խառնաշփոթ եղավ, իմ հավատքը հերիքում էր։ Ախր մենք մտնում ենք պատերազմի դաշտ, չիմանալով պատերազմի կանոնները։ Կվնասվենք։ Եթե ես ապրում եմ Աստծո խոսքով, այս թվարկվածները, որոնք որ Աստծո խոսքում կա, եթե ես սկսում եմ այդպես ապրել,
Ես քեզ վստահեցնում եմ, պատերազմի մեջ, որտեղ ուզում ես եղի, ապահով ես լինելու։ Դուք նկատեցիք, որ թիկունքում պաշտպանություն չկա։ Չկար թիկունքում պաշտպանություն։ Ցավոք, որոշ հավատացյալներ այս խոսքերը, որ չեն պահում, միայն հռչակում են, իրանք ներողություն թիկունքով են թեքված Աստծուն կամ Աստծո խոսքին ու ուզում են, որ պատերազմեն, թիկունքից այնքան խոցեր կստանաս։ Սիրելի եղբայրներ, քույրեր, եկեք մենք սկսենք ապրել Աստծո խոսքով։ Եկեք մենք ճշմարտությունը սիրենք եւ այդ գոտին թող ամուր լինի եւ մեր ճշմարտությունը ոչ մեկ մեզանից չխախտի։ Ինտերնետով մի նյութ են նայում ու գալիս են ասում են, բա որ Աստծո խոսքում էսպես է գրված, բա ես մի հատ նյութ եմ նայել, որ ապացուցում են, որ դա հրեաներն են գրել, որպիսի ռոմեացիներն են ասել գրեն, որպիսի այդ ժողովրդին իրեն լսի քո ճշմարտությունը որտեղ մնաց։ Որտեղ մնաց քո ճշմարտությունը, որ դու կատարյալ հետևում ես դրան։ Եթե ես սկսում եմ արդարության հետևից գնալու արդարությունը պահել, ես ապահով եմ լինում։ Եթե ես սկսում եմ ավետարանի գործը, ես ապահով եմ լինում։ Եթե ես փրկության ու հույսի հարցերը լուծել եմ իմ մտքում, ես խնդիր չունեմ, եթե նույնիսկ ինչպես ասեցին Սեդրակ, Միսակ, Հապետնակովը մեր Տերը չպահի էլ, միևնույն է մենք դրան չենք երկրպագի։ Եվ գիտեք, որ նրանք չվնասվեցին էլ։ Եթե Աստված քեզ իրական խոսք է ասել ու դու էլ դրան հավատացել ես, ոչ թե այստեղ ինչ կարդում ենք ու ասում ենք, Տեր, բա քո խոսքում գրված այսինչ բաները պիտի լինի, այս օրհնությունները պիտի գան, այս բաները պիտի լինի։ Գիտես, մարդիկ գալիս են ու ասում են, ես ֆինանսական խնդիրներ ունեմ, ու այդ մարդուն որ հարցնում ես, ասում ես, վերջին անգամ դու ճշմարիտ տասանորդ երբ ես տվել, ինչ իմանա։ Բայց ինքը աղոթում է իր օրհնությունների համար, որովհետև ինքը ֆինանսական խնդիրներ ունի։ Աստվածաշունչը մեզ հստակ խոսք է տալիս, եթե մենք Աստծո խոսքին այսպես չենք հավատում, մենք խոցելի ենք լինելու։ Տասնութ խոսքն ասում է ամեն աղոթքով ու խնդրվածքով ամեն ժամանակ աղոթք արեք հոգով եւ այս բաների վրա կատարյալ հարատևությամբ ու աղաչանքով բոլոր սուրբերի համար։ Այստեղ իմ ուշադրությունը գրավել է կատարյալ հարատևությամբ։ Այս շաբաթվա մեջ մի օր գալիս եմ այստեղ աղոթում եմ, իրիկունն էլ, որ հիշում եմ, աղոթում եմ ու քնում եմ։ Գիտեք, որ մենք սկսում ենք բավարարվել առավոտը այստեղ աղոթելով եւ երեկոյան այստեղ աղոթելով։ Ու մեր անձնական աղոթքները չկան։ Պատճառը դա է, որ մենք այստեղ երբով գալիս ենք աղոթքաժողովում, մեր անձնական աղոթքներն ենք սկսում անել, որովհետեւ մենք մեր անձնական աղոթքները չունենք։ Ասում է կատարյալ հարատևությամբ, ժամանակ չկա, ինչի ժամանակ չկա։ Լսեք, մենք որ ապրում ենք, մեր աղոթքների շնորհիվ պիտի ապրենք։ Այդ ապրելու համար ժամանակ կա, բայց այն ով որ մեզ իրավունք է անում, որ պիտի ապրենք, նրանց ժամանակ չկա շնորհակալություն հայտնելու։ Կատարյալ հարատևությամբ ամեն ժամանակ աղոթք արեք։ Եվ ասում է ինձի համար էլ աղոթք արեք, որպեսզի համարձակություն ունենամ ավետարանի խոսքը խոսելու։ Պատկերացնում եք, որ Պողոս առաքյալը ասում է, ինձ համարձակություն է պետք ավետարանի խոսքը խոսելու, ինչքան առավել մեզ։ Ինչքան է եղել վեր ես կացել, գնացել ես ինչ որտեղ ավետարան քարոզելու, ճանապարհին ես աղոթել ու ասել ես ամեն ինչ նորմալ է, կստացվի։ Ես մի քանի բաներ եմ ուզում Աստվածաշնչից արագ ներկայացնել ու միասին կաղոթենք։
Եթե ես հարցնում եմ հիմա այստեղ ովքեր են հաղթողներ, բնականաբար մեծ մասը ձեռք կբարձրացնի ու կասի, որ ես այսպիսի բաներում հաղթող եմ։ Մենք կարիք ունենք վերանայելու մեր աղոթքի կյանքը, մեր աղոթքի ընթացքը։ Ժողովուրդ, աղոթքը բանտի դռներ է բացում, ծովն է ճեղքում, արևն է կանգնեցնում, անանցանելի պարիսպներ է քանդում, անապաշխարից մշակ է դարձնում, աղոթքով ազգերն են պարտվում, իշխանություններ են տապալվում։ Սրանք բոլորը աղոթքի շնորհիվ է լինում։ Եվ եթե մենք ուզում ենք արթնություն, մեզ պետք է պաշտպանված լինենք եւ անդադար կատարյալ հարատեվությամբ աղոթք անել։ Արթնություն մեր կյանքի համար, մեր ընտանիքների մեջ եւ քաղաքի մեջ։ Ես ուզում եմ արթնություն լինի։ Գիտեք, երբ որ ապահովագրություն լինում է հիվանդանոցներում, որ անվճար մարդիկ կարողանում են գնալ ու բուժվել անվճար, սա լավ բան է, մենք ուրախանում ենք, բայց երբ որ արթնություն է լինում, դրա կարիքը չի լինում, որովհետև հիվանդներ էլ չեն լինում։ Մենք ոչ թե պիտի ուրախանանք միայն, որ լավ հիվանդանոցներ են սարքում ժամանակակից ապարատուրաներով, այլ պիտի մենք ուրախանանք, որ երկրում արթնություն կա։ Եվ հիվանդներ չկան։ Իսկ հնարավոր է այդպիսի բան։ Այո, հնարավոր է։ Վերցրեք նայեք պատմությունը։ Աստված այսպիսի բաներ անում է։ Եվ ուզում եմ ասեմ, որ այն ինչ որ ես կարդացի, մենք չպիտի մտածենք, որ Աստվածաշնչում դա անցյալում էր։ Աստված նույնն է երեք, այսօր եւ հավիտյան, եւ նույն բաներն է անում, եթե աղոթող կա եւ կանգնող կա։ Եթե աղաչող կա ու Տիրոջը սպասող կա։ Տերը պատասխանում է։ Եկեք կանգնենք Տիրոջ առաջ։ Գիտեք, երբ որ մենք նոր գնացել էինք Արցախ, դե հասկանալի էր, այնտեղ ոչինչ բան չկար, ամեն բան տենց փլատակներ քանդված։ Մենք մեզ համար լացի պատ ունեինք։ Մեր քաղաքի այդ կենտրոնական ճանապարհի վրա հուշարձան կար, բավականին բարձր էր ու սենց կիսակլոր ու այդտեղ 90-ական թվականներին զոհված այդ ազատամարտիկների անուններն էր գրված։ Ես ու Արմինեն բարձրանում էինք այնտեղ, ինչու՞ չէ, թույլ տվեք ասեմ, որ նաև անճարությունից լացով աղոթում էինք։ Տարիներ շարունակ։ Գոնե 2 տարի հիշում եմ։ Աղոթում էինք։ Եվ հետո գիտենք, որ Աստված դռներ բացեց ավետարանի համար, եկեղեցի եղավ։ Եվ հետաքրքիր էր, որ մեր եկեղեցու շենքը հենց այդ մեր ասած այսպես լացի պատի ներքևի մասում եղավ։ Ու մենք միշտ հիշում էինք, որ ինչ ուզում է լինել, աղոթքին պատասխան կա։ Հավատա քո աղոթքին։ Հավատա ինչի համար, որ դու աղոթում ես։ Մենակ թե ուշադրություն դարձրա, ոչ թե հռչակիր, այլ ուշադրություն դարձրա, այսպիսի բաները մեզ ապահովություն են, երբ որ մենք կանգնում ենք Տիրոջ առաջ աղոթելու համար։